Ավելորդ քաշը համարվում է մի շարք քրոնիկ հիվանդությունների, այդ թվում սրտային հիվանդությունների, ինսուլտի և շաքարային դիաբետի զարգացման ռիսկային գործոն։ Մարմնի կորեկցիայի in-body ծառայությունների հիմքում մենք դրել ենք 3 հիմնական ուղղություն։ Անհատական սննդակարգ, որը միաժամանակ օգնում է քաշի կառավարմանը, ֆիզիկական ակտիվություն և մարզումներ, որոնք նպաստում են ոչ միայն ավելորդ ճարպի այրմանը, այլև մկանային զանգվածի պահպանմանը և ձևավորմանը։ Եվ իհարկե, in-body պրոցեդուրաներ, որոնք աշխատում են թիրախային գոտիների հետ, խթանելով մաշկի ձգվածությունը, նվազեցնելով ցելյուլիտը և բարելավելով մարմնի կազմվածքը։ BTL Vanquish Me Այս սարքավորումը կարող եք գտնել միայն անթերիսում։ Այն ոչ կոնտակտային ռադիոհաճախականության պրոցեդուրա է, որը թիրախավորում է ենթամաշկային ճարպը առանց ցավի և վերականգնման շրջանի։ RF էներգիա անցնելով մաշկի և մկանային շերտերի միջով, որոնք ունեն ջրի բարձր պարունակություն և համեմատաբար ցածր էլեկտրական դիմադրություն, կենտրոնանում և կլանվում են ենթամաշկային ճարպային հյուսվածքի կողմից։ Ճարպային հյուսվածքը լինելով դիէլեկտրիկ և ունենալով ավելի բարձր իմպեդանս, ավելի արդյունավետ է կլանում RF էներգիան և տաքանում։ Այս ընտրողականության շնորհիվ հնարավոր է ճարպային շերտի ջերմաստիճանը հասցնել թերապևտիկ մակարդակի՝ մոտ 44-ից 45 Ցելսիուսի, մինչդեռ մաշկի և մկանների ջերմաստիճանը պահպանվում է ավելի ցածր՝ մոտ 42 Ցելսիուս։ Այս մեխանիզմը ոչ միայն տեխնիկական առանձնահատկություն է, այլև անվտանգության կարևոր բաղադրիչ, քանի որ սարքը չի տաքացնում բոլոր հյուսվածքները հավասարապես, այլև կենտրոնանում է ճարպային շերտի վրա, օգտագործելով հյուսվածքների տարբեր էլեկտրական հատկությունները։ Էապես նվազում է մաշկի այրվածքների կամ այլ հարակից հյուսվածքների վնասման ռիսկը։ Սարքը նաև հագեցած է Energy Flow Control համակարգով, որն իրական ժամանակում վերահսկում է էներգիայի հոսքը և ավտոմատ կերպով կարգավորում է այն, կանխելով գերտաքացումը և ապահովելով անվտանգ ու արդյունավետ բուժում։ Բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատել են բուժվող հատվածների, մասնավորապես որովայնի շրջագծի նշանակալի նվազեցումը պրոցեդուրաներից հետո։ Մի հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of Drugs in Dermatology-ում, նշվում է որովայնի շրջանագծի միջին նվազեցում 4,93 սանտիմետրով։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել միջինը 4,22 սանտիմետր նվազեցում։ Ստանդարտ բուժման կուրսը սովորաբար բաղկացած է 4-ից 6 այցից, որոնք անցկացվում են շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ 30-ից 45 րոպե տևողությամբ։ Tesla Former օգնում է ձգել և ձևավորել մարմինը միաժամանակ ամրացնելով մկանային համակարգը առանց ֆիզիկական վարժությունների։ Սարքը աշխատում է բարձր ինտենսիվության էլեկտրոմագնիսական դաշտով, մկանային հյուսվածքներին հաղորդելով մինչև 50,000 կծկում մեկ այցի ժամանակ։ Սա զգալիորեն նպաստում է մկանների տոնուսի բարելավմանը և ճարպային հյուսվածքի նվազեցմանը։ Պրեսոթերապիա լիմֆատիկ դրենաժի և խորը մերսման տեխնոլոգիա, որն օգնում է նվազեցնել այտուցվածությունն ու բարելավել արյան շրջանառությունը։ Նպաստում է դետոքսիկացիային, ցելյուլիտի նվազեցմանը և ընդհանուր թեթևության զգացմանը։ Այս կոմպլեքս լուծումը ոչ թե առաջարկում է պարզապես նիհարել, այլ ունենալ առողջ ձիգ և սլացիկ կազմված։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ այս համակցությունն այս պահին առկա է միայն անթերիսում։